Հարկ նժդեհին, այսօր խոսելու եմ տիրոջ իրավունքից և պարտականություններից, տեր ասելով նկատի չունեմ բարձրյալին, նկատի ունեմ մարդ, ով արարել է, ստեղծել է և տեր չի կանգնում ասելով, թե դե իմ ձեռքին ինչ կա։ Ինչու և ինչից առաջացավ այս մասին կոնկրետ մանրամասն խոսելու ցանկությունը։ Նախորդ եթերներում երբևէ եղել է, որ դրվագներ անդրադարձել եմ, բայց այսօր խոսելու եմ անմիջական հենց այս երևույթի, այս քարոզչության, որը իսկապես լուրջ բուն է դրել ռուս-թուրքական ռեժիմի քարոզչամեքենայի միջոցով բուն է դրել հայ մարդու մեջ։ Դե բա մեր ձեռքին ինչ կա։ Այս խոսակցությունը տարվել է մի արցախահայի հետ, ով նման տեսակետ է հայտնել, էլի, որ երբ որ ասվել է մինչև պատերազմը ինչու սենց չարեցիք, պատերազմի ժամանակ ինչու այսպես չասեցիք, պատերազմից հետո ինչու չպահանջեցիք, շրջափակման ժամանակ ինչու չասեցիք, չմեղադրեցիք, չքննադատեցիք, հա, հայաթափումից հետո ինչու այս գործողությունը չեք անում։ Մարդ պատասխանը դե մեր ձեռքին ինչ կա։ Իսկ 90-ականների սկզբների արցախահայի ձեռքին ինչ կար, որ ինքը կռիվ տվեց և պահեց իր ունեցածը։ Ինչու այդպես չէր մտածում։ Ինչու 94 թվականի հրադադարից հետո դաստիարակվեց, կրթվեց մի սերունդ, գրեթե 25-30 տարվա ընթացքում մի լուրջ սերունդ, 25-30 տարեկանը դա արդեն շարժիչ ուժ է ժողովրդի ազգի մեջ։ Կրթեցին մի ուժ, մի սերունդ, որ դե մեր ձեռքին ինչ կա, ռուսը պետք է որոշի։ Հասկանում եք։ Իսկ ռուսը որոշում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Եվ դա ոչ միշտ է մեզ հարմար լինում, որովհետև երբ որ իր տեղը նեղ է, մենք զոհասեղանին ենք հայտնվում։ Հետաքրքիր է, չէ՞։ Երբ 15 թվին 101 առանց ռեժիմի շարժումը գալիս էր Բերձորով մտներ Արցախ, ձեզ զգուշացներ, այս ինչ որ հիմա տեղի ունեցավ, բոլորիս գլխին, ոչ թե Արցախի գլխին։ Ջարդեցին, թույլ չտվեցին, որ հասնի ձեզ։ Տղաները շատ լավ գիտեն, որ լրատվամիջոցները ձեզ այլ բան են քարոզում, ուզում էին կենթանի մոտենալ և փոխանցել ձեզ մոտեցող մոտալուտ վտանգը։ 19 թվին Սասնածռեր համայնքական շարժումը ավտոերթով մտավ Արցախ, այս անգամ հաջողվեց։ Ես ականատեսն եմ, ես մի մեքենան, այդ 200-300 մեքենաներից մեկը իմն էր եղել, և ես էլ Սասնածռեր համայնքական շարժման որպես մասնակից անդամ մտել եմ Արցախ, անցել ենք Արցախի բոլոր շրջաններով, բոլոր շրջկենտրոններով, հավաքվել ենք հրապարակներում, մարդիկ են մոտեցել, մենք ենք մոտեցել, գյուղերով, բոլորին կենթանի շփմամբ զգուշացրել ենք, թե ինչ է սպասվում Արցախին, Արցախայության և առհասարակ Հայաստանին, եթե մենք մնանք այս տեսակետին։ Եվ ասեմ, լսողների մեծամասնությունը չէր պատկերացնում, մենք ինչ ենք ասում։ Եվ որովհետև իրենց մոտ են տպավորություն, որ տերը ռուսն է և ինքն է որոշելու, և ըստ իրենց ինքը որոշել է, որ դա պետք է դենց մնա հայկական։ Չգիտեմ որտեղից էր այդ երաշխիքը ձևավորվել։ Ուրեմն, եթե մի մարդ շատ հեշտ հրաժարվում է իր տնից, իր տեղից, իր ընտանիքից և ասում է իր ձեռքին ոչինչ չկա, նա բարոյականություն չունի։ Եթե դու պետք է ընտանիք կազմես, հետո գան քեզ վզիցդ բռնեն, տանտքից շպրտեն, կնոջդ ու երեխեքին վերցնեն, տեր կանգնեն, իրենց հողանեն, դու բարոյական իրավունք չունես ամուսնանալու։ Դու ամուսնացել ես և ասել ես տեր ես։ Հիմա չգիտես ինչու որոշվել է, որ քո ձեռքին ոչինչ չկա։ Կամ դու իրավունք չունես տուն կառուցելու, եթե պետք է գան ձեռքցդ վերցնեն, կամ քեզ պետք է դուրս անեն, ասենք Նիկոլա նմանները, Պուտինա նմանները գան ասեն, էլ էս սակոնը չի, դու էլ ասես իմ ձեռքին ոչինչ չկա, թողնես գնաս։ Դու բարոյական իրավունք չունես քո ապուպապերին, քո ծնողներին հող արկավորել միտեղ, որի վրա լիարժեք իրավունք չունես, որովհետև երբ կան ասեն, այստեղից գնա, դու ապուպապերիդ գերեզմանը չես քանդելու, լցնես տոպրակները և տնես քո
սայլակին ու քաշտած տանես այնտեղ, որտեղ որ հետո պետք է կանգնես։ Հասկանում ես, եթե մարդ մտածում է, որ իր ձեռքին ոչինչ չկա, ինքը բարոյական իրավունք չունի ընտանիք կազմելու, տուն կառուցելու, ծառ տնկելու, հայրենիք ունենալու։ Լավ, եկան, զգուշացրեցին, լավ, չհավատացիք, բայց ձեր մոտ մարդիկ կան, չէ, որ ասենք պետք է հասկանան, Արցախը հազարամյակներով եղել է մինչև Ռուսի ձևավորվելը, Ռուսաստանի, բա մինչև այդ ոնց է կարողացել ինքը որոշել և մնալ հայկական։ Լավ, Սասնա Ծռերն եկան, ասեցին չվստահեցիք, բա ձեր պատմական փորձին, բա ձեր գենետիկ հիշողությանը չէիք վստահում։ Մինչև ռուս բառը, այսինքն սլավոնական ժողովուրդների ձևավորել, հետո առանձնացավ Ռուսաստանը, հետո չգիտես աճեց, դարձավ Պետրոս առաջին, հետո եկավ մեր տարածաշրջան, հետո, բա մինչև այդ մենք ոնց ենք առանց ռուս ապրել։ Ձեր մոտ հարց չի առաջացել։ Ինչու պետք է մենք սպասեինք այդպես կռիվ տալով պարսիկի դեմ, ասորու դեմ, հույնի դեմ, հասկանում եք, արաբի դեմ կռիվ տալով ապրեցինք, դիմադրեցինք, եկանք հասանք, երբ որ ռուս ձևավորվեց, եկավ մեր տարածաշրջան, ասեցին, այ, քեզ սպասում ենք, այսքան տարի հոգիներս դուրս եկավ արաբի ու պարսիկի ու չգիտեմ, ես ում հետ կռիվ տալով, արի մի որոշի, էս մերն է թե չէ։ Սպասեցիք ռուս ձևավորվի, գա ձեզ տեր կանգնի ու հետո որոշի, որ դա ձերը չի, դուք նոր համոզվեք, թողնեք ու դուրս գաք։ Բա որ արաբի հետ կռվում էիք, ինչու այդ կարծիքին չէիք, պարսիկի հետ կռվելուց այդ կարծիքին չէիք, հույնի հետ կռվելուց այդ կարծիքին չէիք, ասորիների հետ, չգիտեմ թուրքերի հետ, բոլորի հետ կռվում էիք, չէիք ասում իմ ձեռքին ինչ կա, հենց ռուսն եկավ, որոշեցիք, որ էլ ձեր ձեռքին ոչինչ չկա, ամեն ինչը ռուսի ձեռքում է։ Ամեն ինչ մեր ձեռքերում պետք է լինի։ Սա գիտակցություն է, որ եթե մարդը չունի, ուրեմն մարդ չէ։ Եվ հիմա էլ, թե Սասնա Ծռերը, թե Ազգային ժողովրդական բևեռը, այս նույն ուղղությամբ, քարոզություն, աշխատանք, ինչ ասես կազմակերպում ենք։ Բայց չգիտես ինչու ասում է, դե Նիկոլի ձեռքին ինչ կար, ռուսներն ու թուրքերը որոշել էին, կամ Ռոբերտն ու Սերժիկը տվել էին, այնքան է Նիկոլի ձեռքին բան չկար։ Բա դու, բա այդ տունը, որ ապու հազարամյակներով այդ շենը Արցախում տուն կա, որ ես մի քանի 100 տարվա տուն է, բայց մարդը մեջ ապրել է, դե հո ինքը չի սարքել։ Բա իր ապուպաբերին ինչ պատասխան է տալու։ Դրանից առաջ իրենց ապուպաբերը ոնց են ապրել, չասելով, որ դե մեր ձեռքին ինչ կա, ռուսը ոնց կորոշի կամ թուրքը, պարսիկը բանը, ոնց են կռիվ տվել ապրել։ Ոնց եղավ, հենց հասավ քո հերթը, դու որոշեցիր, որ դու չես տերը, տերը ռուսն է, թուրքի հետ։ Ոնց եղավ, դու քո պաբերի ժառանգորդն ես, ոչ թե ռուսի։ Քո պաբերը, որ սարքել են այդ քարը քարին դրել, նա ռուս չի եղել, թուրք չի եղել, նրանք քո փոխարեն որոշելու բարոյական իրավունք չունեն, այդ դու ես դες թույլ տալի, քո տկարությամբ, քո տկարամտությամբ, կռիվ տալուց լավ ես, պատերազմելուց լավ ես, հաղթում ես, հերոսանում ես, բայց վերջում չգիտես ինչու որոշում կայացնելուց թողնում ես ռուսին, ով հաղթում է նա է որոշում կայացնում։ Գիտակցեք սա շատ կարևոր պահ է։ Եթե հարցեր կլինեն, կանադառնամ, մնաք խաղությամբ։